Տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ հանձնարարականների կատարման ընթացքը եւ քննարկել անհայտ կորած անձանց մասին մայիսի 1-ից գործող օրենքը գործնականում աշխատեցնելու ընթացքը, հայտնել է ազգային անվտանգության ծառայությունը ու հրապարակել մեկ լուսանկար։ Լոռու մարզում ողբերգական դեպքից 8 օր անց է միայն ջրասուզակներին եւ փրկարարներին հաջողվել գտնել փամբագետն ընկած 13-ամյա աղջկա մարմինը դեպքի վայրից մոտ 600 մետր հեռավորության ու 1.5 մետր խորության վրա։ Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել հունիսի 15-ին, երբ քույրերը փորձել են գետն անցնել այնտեղ տեղադրված խողովակի վրայով։ Մինչ օրս ստացված տեղեկությունների համաձայն մի քույրն ընկել է ու սկսել խեղդվել, մյուսը փորձել է օգնել ու ինքն էլ հայտնվել էր գետում։ Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող Պաբեդա ավիաընկերության ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրեջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Օդանավը Գյումրի-Շիրակ օդանավակայանից մեկնելուց մոտ 1 ժամ անց Դաղստանի օդային տարածքում հայտնել էր արտակարգ իրավիճակի մասին։ Ռոսավիացիայի հաղորդմամբ վայրեջքը բարեհաջող է անցել։ Ավիաընկերության մասնագետներն այժմ գնահատում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։ Մեր երկրի քաղաքավիացիայի կոմիտեից էլ հայտնել են, որ անհրաժեշտ ստուգումներից հետո ինքնաթիռը շարունակելու է թռիչքը դեպի Մոսկվա։ Մոսկվան համոզված է, որ հապկում Հայաստանի աշխատանքի վերսկսումը կբխի միայն մեր երկրի շահերից, քանի որ կազմակերպությունը մնում է տարածաշրջանային կայունությունը պահպանելու արդյունավետ եւ անվիճելի մեխանիզմ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միառժամանակ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը եւ Ղրղստանը ակնկալում են, որ Հայաստանը հնարավորինս արագ կկողմնորոշվի ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցության հարցում։ Նա հիշեցրել է, որ մայիսի 29-ին ՀԱՊԿ անդամ 4 երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, ինչը Զախարովայի պերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու վերաբերյալ որոշումներ կայացնելու Հայաստանի սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է։ Արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, թեև արդեն ավելի քան 2 տարի է զերծ է մնում կազմակերպության ձևաչափով միջոցառումներին մասնակցելուց։ Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից։ Այս հեռանկարի մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատժամիջոցների հիմքում Երևանի կուտակած անդամավճարների պարտքն է։ Կազմակերպության կանոնադրությունը թույլ է տալիս սառեցնել պարտապան երկրի ներկայացուցիչների նշանակումը քվոտային պաշտոններում։ Բոլոր սահմանափակումները կգործեն մինչև ֆինանսական պարտավորությունների ամբողջական մարումը։ Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին ժամը 11:00-ին բանավոր ընթացակարգով կքննի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։ ՍԴՄ որոշել է ընդունել բարույթ 7 քաղաքական ուժերի՝ Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր, Դեմոկրատիա օրենքակարգապահություն, Հանուն Հանրապետության, Նորույշ կուսակցությունների եւ Հայաստան Դաշինքի դիմումները, միավորելով դրանք մեկ վարույթում։ Նշված քաղաքական ուժերը պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Գործով զեկուցող դատավոր նշանակվել Էդգար Շաթիրյանը, որը նույն դերակատարումն է ունեցել նաև 2021 թվականի ազգային ժողովի ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով, որի արդյունքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը մնացել էր անփոփոխ։ Միառժամանակ ՍԴ 2 դատավոր Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հարցի քննությանը։ Դատարանը գտել է, որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն երրորդ կողմ հանդես եկող ՔՊ-ի ներկայացուցչի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման եւ մատակարարման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Տելեկոմ Արմենիա եւ Ազերտելեկոմ ընկերությունները։ Ադրբեջանական կողմը կկարողանա օգտվելով հայկական ենթակառուցվածքներից ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջևանի միջև։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում եւ որ ամենից շատ սա Ադրբեջանին է հարկավոր։ Որոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանը ենթարկվել է Storm Shadow հրթիռների հարձակմանը։ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով տուժել է 3 մարդ, հայտնել են ահանգապետ Գուսիևը։ Նրա խոսքով քաղաքի վրա ոչնչացվել են մի քանի արագընթաց օդային թիրախներ, ձեռնարկություններից մեկը վնասվել է։
Այս ամենի զուգահեռ Մոսկվայում եւ Մերձ Մոսկվայում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել ամպրոպների եւ տեղատարապ անձրևների պատճառով։ Կարգտախառահորդարատ անձրևները ծածկել են Մոսկվայի հյուսիս-արևելքը։ Obviously, there was some shooting about 72 hours ago. ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը հայտարարել է, որ Շվեյցարիայում կայացած բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվել։ 3 շատ լավ օր էր։ Մենք արեցինք հենց այն, ինչ ուզում էինք անել, նշել է նա։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի, իրանական կողմը համաձայնել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները վերադառնան երկիր։ Vance-ը նշել է, որ ինքը վերադառնում է Միացյալ Նահանգներ, իսկ տեխնիկական թիմերը կշարունակեն աշխատանքը հաջորդ 60 օրվա ընթացքում։ Նրա խոսքով ամերիկյան կողմի հիմնական նպատակներն էին ստեղծել մեխանիզմ Հորմուզի դեղուցը բաց պահելու համար, որն այժմ բաց է, ինչպես նաև ձևավորել կառուցվածք, որը թույլ կտա լուծել անխուսափելի կոնֆլիկտները։ J.D. Vance-ը խուսափել է ուղիղ պատասխանից այն հարցին, թե ԱՄՆ-ն Իսրայելից արդյոք կպահանջի անհապաղ դուրս բերել զորքերը հարավային Լիբանանի զբաղեցրած տարածքներից, հասկացնելով, որ Վաշինգտոնը այս պահին նման քայլի չի ձգտում։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է միաժամանակ պաշտպանել թե Իսրայելի անվտանգությունը եւ թե Լիբանանի ինքնիշխանությունը, եւ այդ ամենը դեռ քննարկման առարկա է դառնալու։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի հետ քննարկել է հրադադարի պահպանման հարցը։ Հայտնի է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաև նախագահ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ Կատարի վարչապետը։ בשנה החולפת יצאנו לשני מבצעים כבירים. Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց եւ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նրա խոսքով Իսրայելը կմնա անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է երկրի հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար։ Նա շեշտել է, որ իր դիրքորոշումը չի փոխվի։ Նեթանյահուն որոշել է չենթարկվել անգամ իր միակու մեծ դաշնակցին Թրամփին։ Նա պնդել է, որ այլ ուղիներ կփնտրի Իրանի ծրագրերին խոչընդոտելու համար, իսկ Լիբանանը հրթիռակոծել թե ոչ ինքն է որոշում։ Նեթանյահուի այս հայտարարությունները նյարդայնացրել են Թրամփին, որը պատերազմի սկզբից կանգնել էր Իսրայելի վարչապետի կողքին։ Thank you all. Thank you. Every decision I've taken has been about putting the country I love first. Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ որոշել է լքել իր պաշտոնը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում էր արել հրաժարականի մասին։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք։ Մեծ Բրիտանիայի վարչապետը խայտառակ կերպով ձախողվել է ներգաղթի եւ էներգետիկայի հարցերում, գրել է Թրամփը։ Սթարմերի պաշտոնավարմանը սպառնացող վտանգը կտրուկ մեծացել էր, երբ նրա մրցակից Էնդի Բըրնհեմը ընտրվել էր որպես պատգամավոր, ինչը նրան հնարավորություն է տալիս պաշտոնապես պայքարել կուսակցության առաջնորդի դիրքի համար։ Սթարմերը Մեծ Բրիտանիայի վարչապետ էր դարձել 2024-ին խորհրդարանական ընտրություններում լեյբորիստական կուսակցության հաղթանակից հետո։ Իշխող կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին։ Սթարմերը ասել է, որ ինքը դրան չի մասնակցի։ Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Կրակը արագորեն տարածվել է փակելով բոլոր ելքերը։ Որոշ ուսանողներ եւ անձնակազմի անդամներ ծուղակում են հայտնվել, իսկ ոմանք են ստիպված են եղել ցած նետվել առաջին հարկի պատուհաններից ու պատշգամբներից։